2025-ին սոցիալական ծախսեր կատարած քաղաքացիների երբ կարողանան փոխհատուցում ստանալ եւ հնարավոր է այս տարի ընդլայնվի փոխհատուցման շրջանակը։ Շնորհակալություն։ Անցած տարի ընդունված օրենքով ժամանակահատվածը հայտարարագրերը ոչ թե ներկայացնելու, այլ մի մասը հաստատելու, մի մասը ներկայացնելու։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ կան դեպքեր, որ մենք չենք տիրապետում օրինակ այդ եկամուտներին ու մարդիկ պետք է մտնեն լրացնել, բայց կան դեպքեր, որ նախալրացնում ենք։ Մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է ժամանակահատվածը, ինչ է դա նշանակում, որ այդ մարտի 2-ը այն մինիմալ ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել ստորագրությամբ էլեկտրոնային հաստատել, որից հետո սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում մի ձևը նայել, էլի նույն համակարգով դրացնել, հաստատել ու ստանալ սոցիալական կրեդիտները։ Արդյոք հնարավոր է փոխվի այդ սոցիալական կրեդիտների կազմը, դա էլ է մաս այն բարեփոխման, որը որ անցած տարի արվեց եւ այդ լիազորությունը էլի նորից կառավարությանը տրվել է, որ կարողանա կառավարությունը դա սահմանել։ Հիմա առաջնահերթ ավելի շատ քննարկվում է այն ճկունությունը սահմանելու, որը հնարավորություն կտա օրինակ առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում ստանալ, խոսքը օրինակ 100,000-ի մեջ, եթե գիտեք հիմա կշիռներ են գործում, ավելի մեծ չափ է օրինակ ստանալ առողջապահության մասով, որը ի դեպ նույնպես կարող է կիրառվել մեր հայտարարությունների կողմից, եթե օրինակ օգտվում են, ոչ թե օգտվում են, այլ այս պարտադիր ապահովությունը, որ կա, համընդհանուր ապահովություն, դրա շրջանակներում վճարների մասով շուտով համապատասխան նախագծի մշակումից եւ ընդունումից հետո կարող են հանգիստ նաեւ դա էլ ուղղել այդ ուղղությամբ։